Պարոն Ծառուկյան, գաղտնիք չէ, որ դուք քաղաքական գործունեություն չիրականացնելով հանդերձ կապեր եք պահել Ռուսաստանի Դաշնության հետ։ Ինչ օրակարգ է եղել։ Ոչինչ գաղտնիք, համագործակցել եմ Ռուսաստանը եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ մարզական բոլոր ասենք թե կառույցների։ Լավ, հեսան 30 վերջանա պատասխանը։ Ասեք։ Ասում եմ քաղաքական գործունեություն չունենալով հանդերձ կապեր եք պահել Ռուսաստանի Դաշնության հետ, ինչ օրակարգի շուրջ եք այդ կապերը պահել։ Ես ասեմ լավ կապեր ունեմ Ռուսաստանի եւ քաղաքական եւ տնտեսական եւ մարզական աշխարհի ղեկավարության հետ, Ռուսաստանում ունեմ շատ լավ ընկերներ եւ Դումայի հետ, Եդինե Ռոսիայի հետ, Բարգավաճ Հայաստան ունի ուշագիր ստորագրած կոմունիստական կուսակցի հետ համագործակցում ենք եւ իմ նպատակը միշտ եղել է օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին, տնտեսությանը, ես կարամ մենակ ասել, որ եղել է հարց Լարսի հետ կապված, որ անմիջապես դիմել եմ իմ ընկեր Ուսուկովիչին, Կալաշնիկովին, որ անմիջապես թուղթ են ներկայացրել Վալոդինին եւ տրամադրել են 3 միլիարդ, որը Լարսի հետ անցման կետը, քանի որ շատ նեղ էր, անցնում էր օրական 600 մեքենա, դա վերանորոգելուց հետո եղել է 1600 մեքենա, դա ես եմ կատարել իմ ընկերների շնորհիվ։ Եղել է վարորդների, որ պրավայի հարցը դիմել են, որ լիարժեք դառնա հայկական պրավաները գործի այնտեղ։ Հիմնական մեր այնտեղի աշխատողների մասին հարցերը կարգավորել են, քննարկել ենք, ասել ենք ցանկացած հարց, միայն ասելով չի պետք է ծանոթություն պետք է կապ։ Ես կապերը բոլոր հետ ունեմ եւ Եվրոպայի հետ, հիշեք, որ Եվրոպայից 70-80 պատգամավոր էի բերի այստեղ, Անգլիայի հետ։ Շեյխեր են եկել նաև։ Ով? Շեյխեր, արաբական։ Դե այդ շեյխերին ասենք թե Լոնդոնից լորդուհիներ ու արտանատատ ասում են լորդուհիներ, իրանք իրենց չեն եկել, մարդը պետք է աշխատի, մարդը պետք է կապ ունենա, կարող է զարգացնի, ծաղկացնի, որ աշխատանք լինի, աշխատություն, չէ՞ միայն վիրավորելով, հայոյելով, վախացնելով, ձերբակալելով, երկիր չի կառուցում, շեյխերին են բերել, շեյխերն են եկել, ուզեցել են ստեղ կառույցներ կառուցեն, ուզեցել են հայ ազգին ընդունելով, հարգելով, հիվանդանոց կառուցեն իրենց թագավորի անունով, որ անվճար լինի իմ ժողովրդի համար, ուզեցել են հյուրանոցներ կառուցեն, ցանկացած ասենք դե ամեն ինչ որ պետք է եղի, ասենք Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ հուշագիր ունենք ստորագրած, իսկ այս վերջի տարիները հիմնական իմ նպատակ է, վերջի 2 տարին մեր գերիների հարցն է եղել, որ անպայման դա մեր պատվի խնդիրն է, եւ մեր այնտեղ աշխատողների հարցով ենք զբաղվում, քննարկում, որոնց լուծումներ տանք։ Պարոն Ծառուկյան, վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունը սանկցիաներ է կիրառում արտադրողների, հայ արտադրողների նկատմամբ, օրինակ Ջերմուկ գրուպի նկատմամբ արգելք դրվեց, դուք դա ինչով եք պայմանավորում, ոչ միայն Ջերմուկ գրուպն է, իդեպ որի տիրոջ որդին հանդիսանում է Վայոց-Ձորի մարզպետը, դուք քաղաքական ենթատեքստ տեսնում եք սրա տակ եւ ինչ ռիսկերը կարող եք գնահատել, ինչ կարող է տեղի ունենալ։ Ես ասում եմ Ռուսաստանը մեր դաշնակից երկիրն է, որը ամեն ինչ անելով մեր երկրի համար համագործակցելու, ասելու, զգուշացնելու, եթե մենք կազմակերպում ենք եւ այսօր Ռուսաստանը պատերազմ է դա Ուկրաինայի դեմ եւ Ուկրաինայի նախագահին հրավիրում են այստեղ, որն ասենք խոսելով, վիրավորելով, դրա համար Ռուսաստան ասում է, ես ձեր ընկերն եմ, ձեր գործընկերն եմ, հարց կա քննարկենք, բայց քարծերը կուտակում, որին թշնամիներին հրավիրելով, քննարկելով, քննադատելով, Ռուսաստանը բան չի ասում, ասում է հայ ժողովրդին հարգում եմ, սիրում եմ, հարց ունեք, եկեք նստեք կլոր սեղանի շուրջ խոսանք, եթե դուք նախընտրում եք ուրիշ գործընկերներ, ձեր ցավը տանեմ, կողմ որոշվեք, մենք ստեղ չենք նստելու, սպասենք, ուրեմն մենք քայլեր ենք կիրառելու։
որ հիմա դու պատկերացրա, գալերա կիրառում, եթե չի թողում, ասենք մենք այսօր գիտենք, որ տարեկան 160, ամսական 160-170 միլիոն դոլար տրանսֆեր է գալի մեր ժողովրդի, որ մեր հայրենակիցները աշխատում են, տարեկան 3 միլիարդ դոլարի, մենք այստեղից արտանում ենք անում, ասենք թե պտուղ, բանջարեղեն, միրգ, գինի, կոնյակ չրեղեն, ձուկ, եթե հիմա դա ծաղիկ, դա հիմա չեկավ այդ 3 միլիարդը, ինչ է լինելու, գյուղերը փակվել է, ժողովուրդը սննկանալու է, տնտեսները փակվել է, եթե դու ունես ուրիշ ճանապարհ, որ ինքը կարող է այդ հարցերը կարգավորի, շատ ուրախ ենք, բայց գազը, որ թանկացավ Եվրոպայի գնին դառավ, այդ մարդը ուրիշ բան չի ասում, ասում է, թե իմ հետ թշնամի ես, ասա թշնամի, իմ հետ համագործակցություն, ուրիշ բան չի ասում, պետք է կողորոշած լինեին մինչև այդ, որ այսպիսի վիճակ հիմա ես նոր չեմ ասում, ոնց որ նույն բանը, Արցախում, ասել է Արցախը Հայաստանն ու վերջ, ես եկել եմ փոխելու, փրկելու, ու վերջում հայտարարեց Արցախը դա Ադրբեջանը վերջ, չեմ էլ կարող է 2 ամիս հետո ասի Երևանը Ադրբեջանը ու վերջ։ Տեսեք, քաղաքական հարցը Նիկոլ Փաշինյանի քաղաքական հակառակորդներին սպառնում է ոչ միայն այսպես ասած բանտերը նետել, այլև օրինակ ձեր մասով էլ Արարատ ցեմենտի հարցն է բարձրացնում։ Մտահոգություն չկա։ Ուրեմն իմ մտահոգությունը իմ երկիրն է, ես ասել եմ մեկ անգամ երբեք իմ հայրենիքը ոչ մի բան հետ չեմ փոխի, դա ստեղծել եմ, դա ասենք թե անօրինական վախացնելու համար լիարժեք ասենք թե 25 տարի առաջ մարդը ոչ թե ասենք պետություն ցալհանատից գնաց է 25 տարի աշխատացնում է լիարժեք ամի բարձր մակարդակով կազմակերպված ցանկացած աշխատավարձներ ամսական 500 միլիոն հարկ ենք տալ, ինչ իմ կոպետ, ինչը լանի ժամանակով բնույթ է կրելու, իսկ տեղը մարդկանց անհարմար վիճակի մեջ ադեմ, ինչ կա դա։ Պարոն Չարուկյանի վերջին հարցը այդ է կարելի է մի րոպե։ Երիտասարդներից մեկն է մոտեցել ներողություն։ Շուկուր կորավ մեր աղջիկը։ Երիտասարդները վերջին ձեր Գյումրու այցից հետո, որ մասնակցեցիք վերջի զանգին, նման նկար են սարքել, եկավ ուզեց որ ցույց տամ ձեզ։ Ապրեք, շատ ուժեղ բան է, հիացած եմ, անավանդ այդ երեկոյին ես մասնակցեցի, վերջին զանգին մեր երիտասարդ ուսանողների, որ նրանք արդեն երկրորդ կյանք են մտնում, տեսնել իրենց ուրախությունը, իրենց շփիթը, իրենց փայլը, ամբողջ Գյումրին ցնծում էր, որը հիացած եմ, հիմա դու կարաս մի հատ կապնովի մեր երաժիշտների հետ, ասա Ծառուկյանը ասեց, եթե կարան կազմակերպել երկու գոնե խոշոր քաղաքում, Լեննականում եւ Կիրովականում, որ մեր շրջանավարտին ուրախացնենք, կարողանանք կազմակերպել, պարզ այդ մեծ քաղաքներում արդեն կողքերից կհավաքվեն, որ նույնպես կարողանանք մեր ուսանողությունը ուրախացնել, որ նրանք հիասթափված չլինեն, նրանք մեր հույսն են, ապագան են, երկրորդ կյանք են մտնում, մենք պետք է կարողանանք բոլոր պայմանները ստեղծելու մեր արժանի փոխարինողներին, դուքները տեղը ամեն ինչ ձեզ ձեռքում է, մենք ամեն ինչ կանենք, որ դուք այդ խեղճությունից ազատվելու համար, երաշխավորած խաղաղություն լինի, բոլոր պայմանները կստեղծենք, ձևն էլ գիտենք, հնարավորությունն էլ կա եւ այսօր ժողովուրդ արդեն այդ բոլոր ես որ գնում եմ բոլոր տեղերում ժողովրդի սա այնպես որ դուքները տեղը հալածես ապրեք մենակ մի հատ պայմանով ինձ տեղակայ որ երկու քաղաքում մեր շրջանավարտին մենք ուրախացնենք մեր շնորհակալանք խոսքը իրենց ասենք Շնորհակալություն ես տեսած եմ երեք շնորհավորակներ մեր հարցին անդրադառնալու վարչապետ Փաշինյանը իր խոսքում հայտարարել էր որ ակնարկել եւ նույնիսկ ուղիղ ասել որ Անդրանիկ Թևանյանի հետ կապված դեռևս պիտի ձեզանից բացականություն ստանա թե ով է հարկադրել որ նրան ընդգրկել առաջադրվողների ցուցակը Ուրեմն սա ես կարող եմ ասել Անդրան Թևանյանի պես հայրենասեր գրագետ նվիրյալ մարդ կեզնան վաղուց եմ ճանաչում բայց այս 5 տարի մենք շփում չունեինք այս 5 տարի ինքը ստեղծել է կուսակցություն դա բոլորի աշկի առաջ կարողացել է Երևանի քաղաքապետարանի մասնակցել 15%-ից ավել ձայներ հավաքել իրավականին ունենալով դրանից հետո Գյումրիում մասնակցել նույնպես կարողացել է ստեղծի հավաքան եւ էջմիածում նա պատական մարդ չէր որ ինչ որ միջնորդության կարիք ունենար բոլորը կխնդրեին մասնակցել այդ մարդը իրանց հետ համագործել ինքը մոտ է եկել ճանաչելով Ծառուկյան ջան ցանկություն թիմով ենք խոսել մենք ուզում ենք միասնական որ այս երկու բան փոխել կազմենք ասենք թե մենք հիմնական միասնական իրար հետ մասնակցենք դաշինք կազմենք ես ասեմ Դևան ջան ես դաշինք չեմ կազմում ասած չես էլ կազմում մենք թիմով պատրաստ ենք որ միասնական
լինենք, որտեղ այսօր մի կուսակցությունը մի մարդը չի կարա սա փոխի։ Եվ մեծ ուրախությամբ եւ դրա համար ասենք թե հիմնականում իմ դրանք էլ գիտես ասենք թե եւ ուրա Գևորգ Քստեղը, Գևորգ Ջանարի, խնդրեմ, որ այսօր քաղաքում, Երևան քաղաքում ճանաչվել են ամենահավատարիմ նվիրյալ հավաքանիները ցանկացած զանգի գնում են եւ Գյումրիում եւ Էջմիածնում։ Այնպես որ ցանկացածը պետք է խնդրեր, որ Տևանը իրանց հետ համագործակցի։